Բարևիս 21 TV եթերում օրդ բարին է, ես Անահիտ Կիրակոսյանն եմ և ուզում եմ, որ մեր առավոտը անցնի դրական, բարի, միմյանց միայն լավը փոխանցելով։ Այս պահին առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, արթնանանք միասին գնաց։ Դե ինչ դիտեցինք տեսահոլովակ, արթնացանք, ճիշտ ժամանակն է մարզվելու, իդեպ պատահական չեմ ասում, մարզվեք, զբաղվեք սպորտով, հետևեք ձեր առողջությանը, այսօր ունենալու ենք սպորտային հրաշալի հյուր, այս պահին առաջարկում եմ դիտենք տեսանյութը, տեսահոլովակ տեսանյութը, որից պարզ կլինի, թե ով է մեր հյուրը, գնացինք։ Մեր հայրենիքին վերասեր փառքով, մենամարտուն ես, կարևոր է մեզ, ինչ էլ որ լինի, դու պիտի հաղթես, առջևում կա մեծ, մենամարտ պատվի, ինչ էլ որ լինի, դու յուրի ջան հաղթի։ Եռագույն դերոշեմ է, վեր, մեզ բազում հաղթանակներ, վեր, Եռագույն դերոշեմ է, վեր, մեզ բազում հաղթանակներ, մեր հայ ազգին վեր։ Եռագույն դերոշեմ է, վեր, քեզ բազում հաղթանակներ, յուրի սակունց մեր, Եռագույն դերոշեմ է, վեր, մեզ բազում հաղթանակներ, աղբեր ջան դու վեր, Եռագույն դերոշեմ է, վեր, մեզ բազում հաղթանակներ, վեր, Եռագույն դերոշեմ է, վեր, մեզ բազում հաղթանակներ, յուրի սակունց մեր, մեզ բազում հաղթանակներ, հայոց ազգին վեր։ Եվ այսպես, բռնցքամարտիկ, Հայաստանի 20-ակի ռեկորդակիր, աշխարհի 8-ակի ռեկորդակիր Յուրի Սաքունցն է այսօր մեր հյուրը, բարի առավոտ Յուրի ջան։ Շատ շնորհակալ եմ, որ առավոտ շուտ եկել եք իմ տաղավար։ Յուրի, առհասարակ ինչպես են սկսում ձեր առավոտները։ Շնորհակալություն հրավերի համար, իմ առավոտները սկսվում են նախավարժանքով ամենակարևորը։ Միշտ։ Մանրամասնությամբ, այո, որ շուտ չծերանանք։ Ու անցնում ենք մեր առօրյա, թե աշխատանքի, թե մնացած այն մյուս մարզումների, մյուս ծառայությունների մարզումների, մեր առօրյայով։ Շատ բարի, նոյեմբերի 23-ին նվաճել եք Universal Boxing Organization աշխարհի սուպեր կիսամիջին քաշային կարգի չեմպիոնի Թափուր տիտղոսը։ Ինչպես է ձեր զգացողությունները, ինչ զգացիք այդ պահին։ Ճիշտ նշեցիք, նոյեմբերի 23-ին ունեցա մենամարտ Թայլանդում, որտեղ հաղթեցի Յուգո Վարկածով աշխարհի գոտին։ Զգացողությունները աննկարագրելի եւ շատ հաճելի, շատ երկար էի պատրաստվել այդ մենամարտին ու շատ ծանր մենամարտ անցավ, բայց աստուծորությամբ կարողացանք հաղթել եւ դառնալ աշխարհի չեմպիոն։ Նախ սրտան շնորհավորում ենք եւ շնորհակալ ենք, որովհետեւ ցանկացած սպորտային նվաճում մեր բոլորի նվաճումն է ու դա մեզ համար է բարձանք, դուք մեզ համար եք բարձանք, երբ մտնում էիք ռինգ, ինչ սպասումներ ունեիք ընդհանրապես։ Երբ որ մտնում էի ռինգ, սպասումները, որ ամենակարևորը անփորձանք լինի, այսինքն անվնաս լինի, քանի որ բռնցքամարտը դա շատ ծանր սպորտաձև է եւ ես ինքս միշտ մտածում եմ, երբ որ դուրս եմ գալիս ռինգ, իմ համար կարևորը որ գոնե քիչ վնասված կստանամ, ճիշտ է, վնասվածներից խուսափելը դա կարելի ասել անհնարին է, բայց գոնե քիչ լինի, որովհետև կարող են նաև լինել անդառնալի հետևանքներ ու վնասվածքներ, որոնք որ շատ դժվար կլինի վերականգնելը։ Դե ես երկրորդը նաև միշտ ուզում ես որ հաղթես, հաղթանակած դուրս գաս ռինգից, դա մի փոքրիկ պատերազմ է, որտեղ դու լինում ես միայնակ, ոչ մեկ քեզ չի կարող օգնել այդ ռինգի մեջ։ Հերոսատեսությունից այն կողմ որ նայում են մարդիկ, դա շատ հեշտ է, կամ կողքից գոռում են, գոռում են։ Նայել, մեկնաբանել, ուշ տալ, բայց դու ես, բայց երբ որ դու լինում ես այդ քառակուսի ռինգի մեջ, դեռ արդեն զգում ես, որ դու միայնակ ես։ Կողքից շատ հեշտ է խոսալը։
Որ զգում ես, որ ուժերը չի բավականացնում, բայց մենակ ես, ով կարա քեզ օգնի, ոչ մեկ։ Ու դրա համար միշտ փառք ենք տալի Աստծուն, ես միայնակ չեմ, ես Աստծո հետ եմ, Աստծո զորությունը կա, ու գնում եմ միայն հաղթանակի հետևից ու շարունակել եմ հաղթանակներ տոնել, հաղթանակներ տանել, ու իմ գործունեությունը, իմ այս գործը նրա համար, այո, ինչպես դուք նշեցիք, որ կարող եմ երկիր լավ ներկայացնեմ։ Ես էլ իմ ձևով իմ երկիրը լավ ներկայացնեմ, իմ երկրի դրոշը բարձրացնեմ եւ մի փոքր գոնե իմ երկրի մասին ցույց տամ ներկայացնեմ տարբեր այլ երկրներում, տարբեր այլ մարդկանց։ Չէ՞ որ իմ շնորհիվ շատ մարդիկ իմանում են թե Արմենիան որտեղ է կամ կա Արմենիա թե չկա։ Օրինակ Թայլանդում այնց մարդիկ իրականում չգիտեին։ Ես դեռ ասեմ անկյաս Արմենիան։ Գիտեին օրինակ դե որ մենք մի քիչ ինչ ասեմ իրենց մուլուքով բան, մտածում են մենք Դուբայից ենք, չգիտեմ։ Ահա խառնում էին, այսինքն Հայաստան անունը նաև ներկայացնելը ու բացահայտել ինչ ոչ այն երկրներում, որտեղ ընդհանրապես տեղեկություն չունեն, թե ով ենք մենք։ Փոքր ազգի մեծագույն խնդիրն է, էլի։ Դա մի հատ մեր ուսերին, մարզիկների ուսերին, դա մի հատ մեծ պատասխանատվություն է, որ դու կարողանաս քո երկիրը ճիշտ ներկայացնես, որ բոլոր մարդիկ այլ երկրի մարդիկ հասկանան։ Իմ շնորհիվ կարան կարծիք կազմեն մյուս հայերի մասին։ Ու ես դա նաև ասում եմ այն մարդկանց, ովքեր որ ճամփորդում են երկրներով, այդ նույն այդ մարդկանց շնորհիվ էլ չէ կարան մարդիկ կարծիք կազմեն մեր Հայաստանի մասին։ Մենք պատասխանատու ենք մեր երկիրը ինչպես ներկայացնենք։ Շատ ճիշտ է։ Այդ Թայլանդի Պատում Թանի քաղաքում դուք 2 ռաունդում հաղթել եք վետերան Պիպատ Չայպորնին։ Ինչպես է գնահատում Պիպատի պատրաստվածությունը առհասարակ մարտի կար վախեր։ Ուրեմն տեսեք, հակառակորդը Պիպատը, այո, ինքը տարիքով կարելի ասել մեծ էր համատած ինձ կամ անցած այլ բռնցքամարտիկների, բայց ուներ անցյալ ու անցյալը հիմա էլ ինքը պարապում, հիմա պրոֆեսիոնալ մարզիկ, բայց ասենք մի տարի առաջ ծանր գոտիների համար ամենամարտել բարձր ու ուներ 49 հաղթանակ, նշեմ, 49 հաղթանակ ուներ, որից 32 հատը ավարտել էր նոկաուտով։ Այսինքն արեստավարժ, փորձառու մարտիկ էր։ Բայց ես մինչև ռինգ մտելը չէի պատկերացնում, իրականում որ ինքը այդտենց ուժեղ է։ Քանի որ ինքը ինձ կոլոտ էր, հասակով ավելի ցածր էր։ Ես մինչև մենամարտի գնալը պատրաստվել եմ նայել եմ բոյերը, իսկ որ ինձ հասակով ցածր է, դա իմ համար արդեն լավ էր, ոնց ասած ուրախալի փաստ էր, որ ինձ կոլոտ էր, ավելի հեշտ կլիներ իմ համար աշխատելը, տենց էի մտածում։ Բայց ռինգում զգացիք թե ով է, հա։ Բայց ռինգում իրականում անկեղծ ասած չէի սպասում, որ նման ուժի կհանդիպեմ, նման դիմադրության կհանդիպեմ ու հարգանքներս նրան, ես այնտեղ մենամարտից հետո կարելի ասել գրկան խառնվեցինք, դա ընդհանրապես ռինգի մեջ ամեր կռիվը, հետո ռինգից դուրս ամեն ինչ կա։ Այո, ընկերներ ենք դառնում։ Շատ լավ պատրաստված էր։ Այն հարվածները ինքը որ ընդունեց իր վրա, մալադեց է։ Բրավո։ Բրավո։ Իսկ ինչը ձեզ օգնեց, ինչ եք կարծում ավելի շատ արագություն, տեխնիկա, ուժի հաշվարկ, հավատ, հոգեբանական։ Միայն հավատը առ Աստված, որ իմ թիկունքի կա Աստված, ու մի քիչ ինձ է հավատում, որ դե ասում եմ, երկար ենք պատրաստվել, բայց երբ որ ուժերս արդեն սպառված էին, ես ամեն անգամ ասում էի, մի վախեցիր, հավատա, որ Աստված քո հետ է, Աստված լավ կլինի։ Գնա, մնաց 10 վայրկյան, մնաց մի րոպե, մնաց 20 վայրկյան, գնա վերջնա, էլի այսպես։ Եթե հիմա ժամանակի մեքենա վերցնենք ու հետ գնայինք, կպատմեք ինչը ձեզ տարավ հենց այս ուղղությամբ, ինչպես ընտրեցիք։ Շատ լավ հարց տվեցիք։ Ես փոքրուց մարզվել եմ, 6 տարեկանից սկսել եմ զբաղվել սպորտով, բայց ի սկզբանե զբաղվել եմ ազատ ոճին բշամարտով, բարբա։ Հետո տարիների ընթացքում փոխել եմ սպորտաձևը, իրական չէի սիրում ես այդ սպորտաձևը, բայց մեր քաղաքում քանի որ այդ միակ սպորտաձևն էր, Որ քաղաքն է։ Չարենցավանը։ Չարենցավանը, ահա։ Ես բոքս եմ սիրել, քին բոքս, այնց հարվածային սպորտաձև եմ սիրել։ Այդ բան էր Չարենցավը։ Հա։ Դե բարբա եմ պարապել մոտ 10 տարի, բայց վատ արդյունքներ չեմ ունեցել, ասեմ իրականում։ Բայց հետո եկավ ժամանակ, երբ արդեն մեծացանք, մեր ելումուտ քաղաք, չէ, կարողացանք արդեն մեր ուզած բաներով զբաղվել եւ փորձեցի զբաղվել նրանով, ինչ որ մանկուց սիրել եմ այդ սպորտաձևը եւ գնացի բռնցքամարտի։
արդեն 4 տարի է եւ ավել մի փոքր զբաղվում եմ բռնցքամարտով։ Շատ սիրում եմ բռնցքամարտը, փորձում եմ իմ ներածին ուժերով զբաղվել բռնցքամարտով, բայց մինչև բռնցքամարտը նաև ռեկորդներ եմ սահմանել, Գինեսի ռեկորդակիր եմ, աշխարհի ռեկորդակիր։ Վաու, կպատմեք։ Իհարկե։ Ինչ ուղղությամբ։ Պատմում եմ վերջի արած ռեկորդը մեկ մատի օգնությամբ քաշել եմ 4 հատ բեռնետար ֆուրերը, 4 հատ իրար կապված բեռնատարները, թվով 74 տոննա։ Դա 2 ամիս առաջ։ Իսկ ինչպես միտք ծագեց նման բան փորձել առհասարակ։ Ասեմ, ուրեմն 16 տարեկանում առաջին ռեկորդը եղել է մեկ մատով ընդամենը 1 մեքենա, 2 տոննա քաշ ունեցող։ Իսկ երբ զգացիք, որ այդ ուժը ունեք, որ կարող եք փորձել ձեզ։ Ինչ որ ռեկորդներ եք տեսել եւ որոշել եք կրկնել։ Հա, զուտ է։ Ես տեսել եմ, որ մարդիկ ռեկորդներ են սահմանում, որոշեցի միգուցե ես էլ հնարավոր է կարողանամ ու փորձեցի։ Բայց առաջ անգամ, երբ որ փորձում էի փոքր մեքենա, ստացվեց, բայց ամբողջական ձեռքով։ Հետո որ դու պետք է ռեկորդ անես, պետք է ինձ ունիկալ բան անես, որ դա ռեկորդ հանդիսանա, այո, կամ չի արվել, կամ դու շրջանցես ինչ որ մարդու։ Հետո ես որ ուսումնասիրեցի եւ արդյունքում հասկացա, որ մարդիկ սահմանում են ռեկորդներ ամբողջական ձեռով, մարմնով, մազերով քաշել են, չէ՞, երևի տեսել եք տենց վիդեոներ, որոշես ինչ անեմ, ճուկույտ մատով անեմ, որ լինի համունիկալ։ Ամենաուժեղ, ամենահետաքրքիր։ Առաջի ռեկորդը 16 տարեկանում ճուկույտ մատով քաշել եմ 2 տոննա քաշնեցող մեքենա։ Հետո 2 զարկել եմ 4, 4-ը 6, 8, 10, 12 բանակում արդեն ծառայության ժամանակ ճուկույտ մատով քաշել եմ 12 տոննա 4 հատ իրար կապած մեքենա։ Ու դրանից հետո արդեն մետրոպոլիտենի մետրո եմ քաշել մեր Երևանի 33 տոննա քաշ ունեցող։ Դրանից 1 տարի հետո 60 տոննա քաշ ունեցող 2 մետրոյի վագոն։ Հետո ատամներով տանկ եմ քաշել Վազգեն Սարգսյան անվան ռազմական ակադեմիայում։ Ինչպես տանկ։ Այո, զինվորական տանկ։ Շատ բարի։ Եվ դրանից հետո վերջի ռեկորդը արդեն ֆուրերը, ծանր բեռնատարներ։ Այս ռեկորդները որևէ տեղ տեղադրված են, մենք կարող ենք տեսնել։ Իհարկե, իմ YouTube-յան ալիքում կա, Instagram, Facebook-յան իմ օֆիցիալի ալիքում։ Ես շատ խնդրում եմ մեր հեռուստատողին վստահաբար հիմա կհետաքրքրի, ես առաջարկում եմ այս պահին դիտենք հենց ռեկորդներից մեկը, որը որ կընտրի մեր ռեժիսորը եւ վերադառնանք։ Հիացած եմ ուղղակի, ինձ միշտ հետաքրքրում է այս պարագայում ընտանիք, ծնողներ եւ արձագանք, որքանով են ոգևորում կամ հակառակ ասում, պետք չէ, խնդրում ենք դուրս արի, վախենում ձեզ համար։ Այո, այդ հարցը արդեն մեր տանը դարել է սովորական հիմա։ Նորից գնաց լա մի 3 գնաց, 3 վագոն քաշելու։ Բայց սկզբից դա մի քիչ ծանր էր, բարդ էր։ Դե բոլորս էլ հասկանում ենք, որ ես լինելով 65 կիլոգրամ, 65000 կիլոգրամանոց ծանր իր պետքա տեղաշարժեմ, դա ինչ ավելի բարդ է։ Դե ասում էին գժվել ես, պետք չի, սովորել ես մի քանի համալսարան, գնա աշխատի նորմալ, քո ինչն է այդպես բաները։ Բայց հետո հասկանում են չէ, որ այս մարդը ուզում է գնում է, դե ինչ է, ավելի լավ չխանգարենք, հակառակը օգնենք այդ մարդուն։ Դե հետո բռնցքամարտը, երբ որ արդեն այդ ռեկորդները դարավ նորմալ, անցանք բռնցքամարտին։ Դե ընդել արդեն ավելի վատ է։ Խփում են գլուխ տա ցավում, իհարկե, աշկա տակավույթ։ Չգիտեմ, ամեն ինչ է, էլի։ Օրասին ընկեր, այնի պրծանք հիմա անցալ սրա։ Ավելի լավ չէր հետ գնաս, հա։ Ավելի լավ էր էնի, էլի։ Բայց
ամեն մրցումի գնալուց առաջ ասում են ինչի՞ դա պետք։ Բայց դուք Մաման համառեք։ ասում հա, ինչի՞ դա պետք օրինակ։ Նախ ասեմ, խի ինչի՞ սա պետք, ամեն առաջին բացի վնասվածքները, իրականում մի հատ բարձր ճանապարհ եմ ասում, ես որ մինչև գնում եմ բռնցքամարտի ինչ-որ մի առաջնության, առաջինը ֆիզիկապես շատ ծանր մարզումներ։ Օրը մի քանի անգամ մարզումներ, սննդային դիետաներ, կարողանաս վերականգնվես ճիշտ, դա էլ է պրոբլեմ, երբ որ դու լավ չսնվես, բայց շատ պարապես քո առողջությանը վնաս կտաս։ Իհարկե։ Ես ոնց մանրամասն խոսամ, պատկերացեք դուք ծնող եք ու ձեր երեխան ինչքան բարդ աշխարհ է, էլի էդի որ մաման ասում է, այս սարքի, այն սարքի չէ, մի հատ մեծ մանա էդի ու բացի դա նաև ֆինանսական մեծ խնդիրներ ունենք մենք, քանի որ ես պետությունից չեմ ստանում ոչինչ։ Ինչու՞։ Պետությունը պատճառաբանում Ռեկորդակիր է լինելով։ բացի ռեկորդակիրը, նաև ես աշխարհի չեմպիոն եմ մի քանի սպորտաձևի։ Ես նաև ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն եմ, նաև mass wrestling-ի ուժային բշամարտի աշխարհի Կրթության, չեմպիոն եմ։ գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Հիմա կասեմ, ես դիմել եմ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել, բայց մարդիկ ասում են, որ կառավարության կողմից չկա հաստատված գումար, որ տրամադրվում է անհատական մարզիկներին։ Քանի որ ես անհատական պրոֆեսիոնալ մարզիկ եմ, այլ ոչ թե սիրողական, ես անհատական եմ, նախարարական մնացած այն մարդիկ ասում են մենք ուրախ կլինենք, իրանք էլ ասենց ոնց որ ձերպես զարմանում են, ասում են քայլեր կձեռնարկենք, բայց չեն ձեռնարկում, բայց ես մի բան գիտեմ, եթե մարդ շատ ուզենա կանի։ Իհարկե անշուշտ։ Իսկ առանձին հովանավորներ, Այո, ես առանձին հովանավորներ ունեմ ընկերներ, զուտ ընկերներ, լավ մարդիկ, ովքեր որ այո, ինձ օգնում են ու քանի եկել ապա կուզենամ շնորհակալություն հայտնեմ։ Իմ ընկերներին, ովքեր որ ինձ միշտ աջակցում են, որպես ես կարողանամ մասնակցեմ բոլոր միջոցառումներին, հանդես գամ պատվով իմ երկիրը լավ ներկայացնեմ, շնորհակալություն Սամվել Անտոնյանին, ով իմ ընկերն է, ապրում Ռուսաստանում, միշտ աջակցում է, շնորհակալություն Արաբոյի Սարգիսին, որ միշտ իմ կողքին են, աջակցում են ոչ առաջի, ոչ վերջի, պատկերացրեք քանի տարի ես պրոֆեսիոնալ սպորտի մեջ եմ, միշտ այդ մարդիկ իմ կողքին են, ու բոլոր այն մարդիկ, ովքեր որ անունները չեմ տալիս, շնորհակալ եմ բոլորին, ովքեր որ իմ հետ են թե հոգեպես, թե ֆինանսապես, ամեն ձև շնորհակալ եմ բոլորին, Աստված օրհնի բոլորին։ Ձեր մայրիկի անունը Մարետա։ Մարետա ջան, ես էլ ուզում եմ Մարետային ողջունել եւ ասել, որ ես իրեն հասկանում եմ, թե որպես մայրիկ, թե որպես տեսակ, որտեղ բարդ է իրոք ճանապարհը, բայց նաեւ ասում ենք, որ հպարտանում ենք ձեր որդով, այնպես որ ապրեք, որ նման տեսակ եք մեզ պարգևել, առաջարկում եմ այս պայն եւս մեկ տեսանյութ դիտենք հատված հաղթանակած ու վերադառնանք ամփոփենք մեր այսօրվա եթերը։ Սակունցը ռինգ է դուրս գալիս ամեն հարվածը մեզ ուժ է տալիս շանթ է ու կրակ մենակ հաղթանակ պարտություն չկա քեզ հայ զավակ շանթ է ու կրակ մենակ հաղթանակ պարտություն չկա քեզ հայ զավակ Երագույն դերոշը մեր վեր Մեզ բազում հաղթանակներ, վեր Երագույն դերոշը մեր վեր Մեզ բազում հաղթանակներ, հայոց ազգին վեր Յուրի, ինձ ունում է միայն ասել իսկապես շնորհակալություն, որ այսօր ժամանակ գտաք, եկաք ու կիսվեցիք ձեր պատմությամբ, ձեր անցած ճանապարհով, ինձ մոտ հիմա միայն հարցը մնում հաջորդը ինչ է, ինչ առաջիկա պլաններ ու ծրագրեր կան, ուր եք պատրաստվում եւ ինչ եք անում հիմա։ Հաջորդը, քանի որ ես Աստծուց չեմ սիրում առաջանգնել, նախ ամեն ինչ համար կասեմ շնորհակալություն Աստծուն, Փառք Աստծու, որ կարողանում ենք մենք շարժվել, քայլեր ստեղծագործել եւ թե ինչ կլինի առաջիկամ կան շատ կարեւոր մենամարտեր, շատ կարեւոր ռեկորդներ, ասեմ թույն ռեկորդներ, որոնք որ չի եղել ոչ մեր երկրում, ոչ աշխարհում, ունիկալ ռեկորդներ են պատրաստվում։ Դա այն չի որ քաշելու եմ, չէ։
նրա էքսկլյուզիվ բան պետք է անեմ իրականում։ Գաղտնիք է դեռ ոնց հասկացա։ Հիմա այդ փուլի մեջ ենք, պետք է պատրաստվենք, ավելի մեծ ուժ դնենք դրան, ավելի շատ մարդկանցով, որպեսզի կարողանանք պատրաստվել դրան ու մենամարտեր ունեմ, շատ կարևոր մոտակա ունեմ մենամարտ, մոտավոր արդեն 20 օրից Գերմանիայում ու նաև պատրաստվում ենք այդ մենամարտին։ Մենամարտերը ավելի քիչ բարդ են, քանի որ ուրիշ երկրում են, ուրիշ հակառակորդը, երբ որ դու ռեկորդ ես սահմանում, դու գիտես ինչի վրա ես գնում, բայց երբ որ գիտես մենամարտա, դու չգիտես դիմացին հետ ինչ աստիճան չէ, կարա պատրաստ լինի։ Իհարկե։ Դա մի ավելի ուրիշ աշխարհ է։ Աստծո զորությամբ ապավինենք Աստծուն ու գնանք միայն առաջ։ Շնորհակալություն ձեզ հրավերի համար։ Ես եմ անչափ շնորհակալ, իրականում հիացած եմ շատ ու միայն հաջողություններ եմ ձեզ մաղթում, մենք էլ մեր եթերով 21 TV-ով, որ այդ բարիով պատրաստ ենք միշտ լուսաբանել ձեր հաջողությունների մասին ու հպարտություն ապրել ձեր հաղթանակներով։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր բռնցքամարտիկ Հայաստանի 20-ակի ռեկորդակիր, աշխարհի 8-ակի ռեկորդակիր Յուրի Սաքունցը ու վստահ եմ, որ ռեկորդները դեռ շարունակվելու են։ Շնորհակալություն ձեզ։ Իսկ մեր եթերը մոտենում է իր ավարտին, սիրելիներս, անպայման երեխային վաղ տարիքից տարեք որևէ սպորտի, կարևոր չէ թե ինչ ուղղությամբ կգնա, կարևոր է որ մարզվի, սիրի, գտնի իրեն, ինչպես տեսակ մեր հյուրի օրինակով կարող ես ընտրել մեկ սպորտաձև, հետո փոխել նրան ինչ քեզ հոգեարազատ է, սրտին մոտ է, բայց սպորտը միայն օգնում է առաջ շարժվելու, ինչու ոչ ուղեղի մտածելակերպի համար, աշխատասիրություն, դիսցիպլինա, ամեն ինչ կա սպորտում, այնպես որ տարեք ձեր երեխաներին մարզվելու, թող գտնեն իրենց սիրելի մարզաձևը։ Այսօր համար այսքանը, ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն էր, թող ձեր օրը լինի բարի։